Հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Ողջույն բոլորիդ, բարի ուշ երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ։ Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է։ Կներեք նորից ուշացումի համար, բայց տեսա որ գնելն է եթերանում եւ ասեցի մի քիչ սպասեմ, որպեսզի վերջանա իր եթերը։ Ավասիկ ինչպես որ մենք սկսում ենք ավանդաբար մեր հաղորդումները, սկսում ենք միշտ աղոթքով։ Եկեք միասին աղոթենք, իսկ դուք տարածեք այս եթերը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, ըստ գործս դերած մերոց ուղի գարայ մեզ Տեր, եւ գործս դերած մերոց հաջողիա մեզ, Փառքոր եւ որդվո եւ օգուին սփո, այժմ եւ միշիվավիցյանս հավիտենից ամեն։ Ինչպես տեսնում եք վերադարձա արդեն տան մեջ եւ այստեղից արդեն իսկ եթեր ենք անում։ Բավական թեժ զարգացումներ են, եթե նկատեցիք, որ գնալով ամենասոր, կարծես մի նորություն, մի փոփոխություն եւ մի կողմից սա անշուշտ շատ է ուրախացնում, մյուս կողմից էլ իհարկե մեծ դժվարությունների հետ է բախվում մեր ժողովուրդը, որովհետեւ պետք է հետևել այս զարգացումներին, գիտակցելով որ այս դժվարությունները ժամանակավոր են, բայց դրանց վերջավորությունը լինելու լիակատար հաղթանակը Հայաստանում հեղափոխությանը, որը սկսվել էր 2018 թվականին։ Որովհետև սիրելի ժողովուրդ, իցավ սիրտ պիտի արձանագրենք, բայց ահավոր էին խնդիրները եւ այդ խնդիրները այդքան էին հավաքվել ամբողջ հանրապետությունով մեկ, որ մի անկյուն չկա, որտեղ որ մի ստահակ կամ մի սրիկա չլինի, որը այսօր էլ 7 տարի անց հեղափոխությունից հետո փորձի ուրեմն ոտնձգություն անել արժեքների դեմ եւ փորձի ուրեմն ամեն ինչը այն հորի բարքերով այդ նույն մշակույթով ուրեմն առաջ տանել իր գործնեությամբ։ Զոր օրինակ Վարդանիկը, Վարդան Ղուկասյան քաղաքապետը Գյումրու քաղաքի, որը գիտեք ինչպես դարձավ քաղաքապետ, ես չեմ ուզում նորից անդրադառնալ այդ խայտարակ քարոզարշավին, թե ինչ լոզունգներով եկավ, իրեն հայտարարեց կոմունիստ, հետո ասեց, որ ինքը հավատացյալ է, այսինքն ամեն ինչը իրար խառնել է մի բոզբաշ եփել եւ փաստորեն այդ ձևի խապեպան, այդ ձևի խուլիգանը, որը հայտնի է իր հանցագործություններով։ Ես Վարդանիկին անձամբ եմ ճանաչում, որովհետեւ Գյումրիի Աստվածամայր եկեղեցու մեջ, 7 վերք եկեղեցու մեջ ծառայություն եմ ունեցել եւ այնտեղից իրեն գիտեմ եւ միշտ նկատել եմ, որ ինքը ոչ թե հավատացյալ է, այլ ավելի շատ սրիկա է, խարդախ մի անձնավորություն, որը վատությունից բացի ոչ մեկին մի բան չի արել։ Եվ այդ նույն եկեղեցին էլ ինքը ուրեմն աղի մեջ էր պահում։ Տեր Շիրակը, մի հատ քաղանակար, կարող է վկայել, ես չգիտեմ այդ մարդը հիմա ողջ է, որ իրեն բռնել, բանն է, մուրուկն է սափրել, չգիտեմ, ինչ որ հաշվեհարդար է տեսել եւ մյուս բաները ինչ որ արել է, չի արել, դա Աստված գիտի այդ տարիների ընթացքում, ահա որ մի այսպես խտացրած մի գողական էր։ Եվ ահավասիկ մենք տեսանք, որ այդ ստահակ քաղաքական ուժերը, ճակերտավոր, որոնք անցյալի անցյալներից, այսպես ասած, հավաքածուները միասին դաշին կապելով եւ իրեն դրեցին այդ աթոռի վրա։ Ինքն էլ նստեց նորից նույն ձևի։ Մարդը եթե պաշտոնյա է անբարեխիղճ եղել, միշտ ինչ որ զբաղեցրել է այդ աթոռի վաղտ, որ նախկինում եղել է քաղաքապետ, երկար տարիներ։ Նույն ձևի է ձեռագիրը, կաշառակերություն, խարդախություն, ծեծ ու ջարդ, ամեն տեսակի սրիկայություն։ Ուրեմն նույն ձևի բռնվեց կաշառքի վրա, չէ՞ որ ասում են 37 տիվն են սարքել երկրում։ Ուրեմն համեմատությունը ո՞րն է։ Արդարադատության իրականացումը երկրում, եթե քրեական տարերը այսօր սանձարձակ դեռ որ գործում են հանրապետությունում, կարողանում են ամեն տեսակի այլանդակ արարք կատարել։ Բա ինչ անեն իրավապահ համակարգը։ Լռեն կամ ձեռները ծալեն նստեն, այսինքն նրանք անում են իրենց աշխատանքները, նրանք անում են իրենց պարտականությունները, շատ լավ են, շատ բարեխիղճ են կատարում, բայց ես կուզեմ ասել, դա անկախ քաղաքական որևէ բանից, հրահանգից, որտեվ քաղաքականությունից դուրս են այդ կառույցները գործում։ Նրանք այսօր գործում են օրենքի դաշտում։ Այլ բան է, որ քաղաքական էլիտան ստեղծել է այն բարենպաստ պայմանները երկրի մեջ, որ արդեն սկսեցին պատկան մարմինները հավուտ պատշաճի աշխատել։ Սա այլ բան է։ Բայց ինչ որ նրանք անում են զուտ
իրենց լիազորություններից ինչ որ բխում է, այդ են իրականացնում ընդամենը սա, եւ սա շատ գնահատելի է, որովհետեւ վերջի վերջով պետք է օրենքի երկիր դառնա Հայաստանը, ինչքան կարող է Հայաստանում օրենքը չգործել կամ ընտրովի գործել, ինչպես որ եղել է, գիտեք, ամբողջ այդ երրորդ հանրապետության պատմությունը հենց այդ դրվագներով է լի, որ օրենքը կամ ընդհանրապես չի գործել կամ գործել է ընտրովի, այսինքն խեղճի վրա։ Այսօր ամբողջ զորությամբ ուրեմն իրավապահ համակարգը սկսել է աշխատել։ Եվ դա շատ ողջունելի է, ես ուզում եմ իրենց ոչ միայն շնորհավորել, իմ օրհնությունները բերել հայրական եւ իմ ողջույնները բերել, քանի որ նրանք անում են այն, ինչ որ պիտի անեն ի նպաստ մեր երկրի, մեր պետականությանը եւ հայ ժողովրդի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, որտեղ նախ եւ առաջ նրանք ապահովում են անվտանգությունը եւ պաշտպանում են մարդկանց իրավունքները։ Եվ բնականաբար գիտեք, սա պատահական չէ։ 3-4 օրը դուք բոլորը դիտեցիք մի խայտառակ ցույց։ Այդ ցույցը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կազմակերպված կլոունադա, որը կազմակերպել էր Կտրիչ Ներսիսյանի պատվերով Բուրկին։ Այդ Բուրկին, գիտեք, նա Հայաստանի մեջ այսօր ուզում է գեներացնել նոր քաղաքական գործոն դառնալով, իբր թե պսևդո գործոն դառնալով, որտեղ ոչ մի բան ինքը չի հասկանում քաղաքականությունից, նամանավանդ մեծ քաղաքականության մեջ է մտել, պատկերացնում եք, Բուրկին մեծ քաղաքականության խաղացող է դարձել։ Եվ ուրեմն Տաշիր Սամոյի փողերով փորձում է ուրեմն գեներացնել այդ process-ը, հակահեղափոխական process-ը, ըստ երևույթին, ի պաշտպանություն Կտրիչ Ներսիսյանի քլանի իրենց անձնական շահերի։ Իսկ քանի որ Կտրիչ Ներսիսյանը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, Կրեմլի շահերը, հետևաբար այդ Բուրկին էլ է միանգամայն ուրեմն այդ շահերին հետ անմիջական կապն ու աղերսը ունի։ Եվ սա բավական չէ, մյուս օրը մենք տեսանք ճիշտ 3 այդ բակխանալյան, այդ խայտառակությունը, այդ քաոսը, որ նրանք ստեղծել են Էջմիածնում, իբր թե ուխտավորները։ Ես այնց ուխտավորներ չեմ տեսել իմ կյանքիս մեջ, ես չեմ տեսել, որ ինչ որ մի նորաթուխ քաղաքական ուժ ներկայացնողները անվանեն, որ դրանք կատարում են ուխտագնացություն Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Սա խայտառակություն է։ Նրանք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իրանք հենց այդպիսի կեղծ օրակարգերը բերելով այդ սուտի մուտի այդ իբր թե անունը դրել են ցույցի, նրանք ոչ թե ուխտագնացություն են իրականացել, այլ կապիկություն են արել այնտեղ եւ Կտրիչ Ներսիսյանի սադանայությունները փորձել քողարկել, որպեսզի նա կանգնի այնտեղ դերասանություն անի, իբր թե օրհնություն է տալիս նրանց, օրհնում է ում Բուրկիի այդ հավաքագրած շրջանակները։ Իդեպ պիտի մասնավորապես նշեմ, որ այդ շրջանակներն էլ փաստորեն բազմամարդ չեն, մնացյալները այդ որ ստեղծում են ֆոնը բազմամարդության, դրանք վարձու մարդիկ են, մարդիկ ովքեր չունեն իհարկե բարոյական սկզբունք, իհարկե ես բոլորի համար չեմ կարող ասել, գուցե մեկը շատ նեղն է ֆինանսապես նեղության մեջ են եւ մարդիկը ստիպված գնում են այդ 40,000 դրամ առնում են, որպեսզի այդ 40,000 դրամը օգտագործեն իրենց տան տնտեսական հարցերի վրա եւ դրա համար ստիպված են նման անբարոյական քայլ կատարել եւ գնալ այնտեղ Երևալ, իբրև թե նրանք համակիր են, համակրում են մեր ձևով այդ կապիկությանը, շարժմանը, չգիտեմ ինչին։ Սա մի կողմից շատ լավ է, որ նրանք բազմամարդ չեն, որ բուն կորիզը նրանք ընդամենը այն սրիկաներն են, ով շատ կոնկրետ նպատակներ ունի։ Իրենք նախ եւ առաջ սպասարկում են իրենց անձնական շահերը, անվտանգային եւ իրենց ունեցվածքը պահելու, իրենց ունեցվածքը չզրկվելու եւ եթե հնարավոր է, ինչու՞ չէ, նաեւ ախորժակ ունեն աթոռները զավթելու, որպեսզի նույն խայտառակությունները, որ տարիներ շարունակ Հայաստանի մեջ եղել է կյանքի նորմա, ելի նույն հետադարձը լինի եւ ելի ուրեմն ամեն ինչ իր հունով ընթանա։ Նրանց համար դա է բնականon կյանքի ընթացքը։ Այդ լոլոները, որ կարդում են այդ ամբիոններից, որ հեքիաթներ են պատմում այնտեղ, ում համար եք դուք պատմում։ Չէ՞ որ ձեր միջի կորիզը շատ լավ տեղյակ է այս ամենից, որ դա սուտ է, ինչ որ դուք ասում եք, դուք էլ չեք հավատում ձեր ասածներին, իսկ ով որ կանգնած է այդ հարթակից դուրս, այսինքն այս հրապարակում, այդ հրապարակի մեջ եկածները փողով մարդիկ են, ովքեր որ վարձի դիմաց եկել են այնտեղ տեսարանը ստեղծելու, որպեսզի ԶԼՄ-ները ընդդիմադիր նկարեն եւ փորձեն հայ հասարակությանը հրամեցնել, թե տեսեք, որ ինչ է կատարվում Հայաստանում, որ դժգոհներ կան, որ ընդվզողներ կան, որոնք համաձայն չեն այսօրվա
քաղաքական ուրեմն գծի հետ, մեր երկրի կառավարության հետ եւ այլն եւ այլն։ Իրականում դա այդպես չէ։ Եվ գիտեք, շատ ցավալի է, որ մեկ-մեկ խելացի մարդիկ կան, օրինակ մեկը կա ինձ անունը չեմ տա, չեմ ուզում ինքը իրեն վատը զգա, բայց այդ մարդը մոլորված է, շատ է մոլորվել, որովհետեւ չգիտեմ, մեկը իր խելքը մտցրել է, Հայաստան չի ապրել, չի ապրել, Հայաստանից դուրս է ապրում, արտասահմանում է ապրում, բայց եւ գիտեք քանի տարիներ, երկար տարիներ, տասնամյակներ ապրում է Հայաստանից դուրս, բայց անընդհատ ուրեմն փորձում է այսօր թիրախավորել Նիկոլ Փաշինյանին եւ նրա ուրեմն իշխանության այս բոլոր գործառույթները։ Ինչ անեն այս մարդիկ, ինչ անեն, նույնիսկ եթե ասֆալտ փռեն, պիտի ասի որակով չի այդ ասֆալտը, վատ ասֆալտ են սարքում, անորակ է։ Մանկապարտեզ կամ ինչ-որ դպրոց կամ չգիտեմ, հիվանդանոց կառուցեն կամ նորոգեն, պիտի ասի լավ չեն արել, կամ արել են մի այլ նպատակով, մեջը փող աշխատելու համար։ Այսինքն, եթե մարդը արդեն ի սկզբանե բացասական է տրամադրված, ասելիք չունենք։ Բոլորին չես կարող պարտադրես, մեկին համակրես կամ մեկին հետևես կամ մեկին սիրես։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանում էլ շերտեր կան, որոնք չեն գնալու 26 թվականին, չեն ընտրելու Փաշինյանին, բայց երբեք նաև չեն ընտրի անցյալը կամ անցյալի, այսպես ասած, կեղծ նոր դիմակով ներկայացնողներին, ներկայացուցիչներին անցյալի։ Հիմա այդ բուրկին նա ներկայացնում է անցյալը, ուղղակի նա նոր դեմք է եւ այդ նոր դեմքով է հայտ գալիս սատանան։ Դուք հասկանում եք, սատանան ինչ է անում, ասում է լույսի հրեշտակի տեսքն է ընդունում։ Այս շատ կարևոր է, ես ուզում եմ դա նաև քաղաքականության մեջ մարդիկ այդ իմաստությամբ վարվեն, զանազանելով չարն ու բարին, ճշմարիտը կեղծիկից, որովհետև այդ նույն սատանան խաբելու համար մարդուն, որոնք այդ մեջ գցելու, շեղելու ճշմարիտ ուղուց, լույսո հրեշտակի տեսք է ընդունում, այսինքն ընդունակ է սատանան։ Ահավասիկ նմանապես այդ մարդիկ, ովքեր որ նկարագրում են ձեզ առասպելներ այդ բեմից, հեքիաթներ, որ դրանք լուծելու են բոլոր հարցերը, հողերը հետ են բերելու, չգիտեմ, տարածքները վերադարձնելու են, կամ արցախցիներին ուզում են խաբեն, փափուկ բարձ գլխի տակ դնեն, որ մեզ ընտրեք, մենք ձեզ կվերադարձնենք ձեր տները ձեզ նորից կտեղավորենք, ուրեմն այս բոլորը ցնդաբանություններ են, ցնորանք են եւ ոչ մի հիմք տակը չկա, բացարձակապես։ Բաց երկրի վարչապետ ասում է, եկեք ապրենք իրական Հայաստանը տեսնալով եւ զգալով մեզ այդ երկրի մեջ երջանիկ, այսինքն չգնանք հետևից ինչ որ այն պատրանքային ինչ որ մոգոնած առասպելների հետևից, որ այո, եղել է ժամանակին, այո, ինչ անենք, դա պատմական փաստ է, արձանագրում ենք ծովից ծով Հայաստան է եղել, բայց կորցրել ենք այդ բաները, տերիտորիաները, հայ տարածքները կորցրել ենք այդ հողերը։ Ինչ է դա նշանակում, որ այդ արդեն անվերադարձ է։ Դա կորել է, դա չի լինի հետ վերադարձնել, այս պարագայում նամանավանդ ոչ մեկը չի կարող նման հարց բարձրացնել որևէ մի միջազգային ացիանի առաջ։ Որևէ մի ղեկավար դա չի կարող անել։ Կամ թեկուզ որ բարձրացրեց այդ հարցը լուծվելու է, բնականաբար որ ոչ։ Այսինքն ով որ նախապես ձեզ քարոզում է այդ նախընտրական քարոզարշավն էլ որ կսկսվի, գնանք այդ հեքիաթների վրա են կառուցելու։ Գիտեք, պատմելու են ձեզ գույնավոր հեքիաթներ, գյուլնատու հեքիաթներից են պատմելու, որ մենք էս ենք անելու, բայց իրականության մեջ ոչինչ չեն անելու։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը շինարարություն եւ ամեն տեսակի ուրեմն բարեփոխումներ, նրանք դարձել են ժողովրդի համար եւ աչքի առաջ առանցքային մի դերակատարումը կառավարությունը այդ դերը կատարում է, առանցքային է իրենց համար այսօր այս կառավարության համար, որ շինարարություն լինի, որ երկիրը տնտեսությունը զարգանա, սոցիալական կենսամակարդակը բարձրանա, կամաց առաջանա երկիրը։ Այսինքն նախկինում դա չենք տեսել, երբեք դուք դա տեսել։ Անկախության ամբողջ շրջանում թող մեկը մատնանշ ինչ են սարքել, ինչ են նորոգել, ինչ են բարեկարգել, բարեփոխել, որևէ բան չի եղել։ Ինչ է եղել արտագաղթից բացի կամ թշվառ կյանքից բացի, անօթությունից, որևէ բան չի եղել։ Այսինքն նախկինում, երբ որ նրանք անդադ այդ նախկինները թմկահարում են, բայց նախկինում ինչ է եղել, բացի դատարկ այդ փուչ հայրենասիրական ինչ որ միջավայրը, որ ստեղծում են արտաքին, բայց ներկուստ ինչ էր, ալան-թալանը, այսինքն այդ ամեն ինչը ինչ որ արվում էր, բացասականը քողարկում էր հայրենասիրական այդ լոլոների տակ։
Եվ մարդկանց փոխանակում էին ուրեմն այն բաների հետ, որ փափուկ բարձը դնում են գլխի տակ, ասում են ոչինչ, դուք գնացեք, կռվեք, հա, պատերազմ լինի, բան, պիտի զոհվեք, պիտի գնաք, բայց այդ մարդկանց փոխանակում էին իրենց բարեկեցության հետ։ Այսինքն, այսպես որ խափում էին ժողովրդին եւ քարոզում էին նման առասպելներ, իրենց զավակները երբեք չեն գնացել, չեն զոհվել, այդ պատերազմների մասնակիցը երբեք չեն եղել։ Տակ-տակ նստել են իրենց տներում, բայց աղքատ ժողովրդի այդ հատվածը միշտ ուղարկել են որպես մատաղացու։ Զոհաբերել են, հետո դրա տակ հայրենասիրություն են քարոզել։ Այս սա է եղել, այսինքն ոչ մեկը չի կարող այսպես բաներով զբաղվի եւ կառուցի իրենց անձնական շահի համար, իրենց սեփական հարստության, բարեկեցիկ կյանքի, որ պաշտոններից չզրկվեն, այս սուտ միջավայրը, փուչ հայրենասիրական այսպես կեղծ միջավայրը։ Ես իմ եթերներից մեկում մեջբերում եմ բերել Գարեգին Արաչին Սարգսյան կաթողիկոսի այն խոսքը, որն ասում էր, որ ես չեմ հավատում, վեհապարներ ասում հայրենասիրությանը, ես հավատում եմ հայրենաշինությանը։ Ահա բասիկ սիրելի ժողովուրդ, հայրենասիրությունը եւ այն ինչ որ արվում է ուրեմն հայրենաշինությունը, հա, հայրենաշինությունը այդ շինարարական աշխատանքներն են, այդ դպրոցներն են, այդ մանկապարտեզներն են, այդ կրթության ծրագրերն են, այն շինարարական ասֆալտապատման աշխատանքներն են, կոթողների, որոնք թշվառությանն են մատնել Կտրիշ Ներսիսյանը, վերակառուցումը եւ նորոգումը, եւ շատ այլ բաների, նույնիսկ չեն լույս չեք քաշել, շատ ներողություն։ Գյուղեր կային, որտեղ հնարավորություն մարդիկ չունեին նույնիսկ, որ իրենց ճանապարհների վրա այդ բաները լինեն, այդ ստոլբերը լինեն, այդ լույսը լինի։ Էսը չի եղել։ Այսինքն, որովհետև քանդվել է երկիրը։ Ինչ որ սովետական Հայաստանի շրջանում կառուցված է եղել, այդ կառուցվածը մաշվել է մինչև վերջ, սիրելի ժողովուրդ, սա իրականություն է։ Եվ հիմա որ այս ամենը նորոգվում, կառուցվում է հիմքից, եւ 7 տարի շարունակ անընդհատ է դա տեղի ունենում այդ կառուցման այդ եւ վերակառուցման եւ նորոգչական այդ բոլոր աշխատանքները։ Սա անտեսվում է։ Տեսեք ինչքան ցինիկներ են այդ մարդիկ, որ ցույցի տեղը ինչ են ասում։ Ասում են կպեն մենք կտանք երկու գործ։ Ասֆալտ սարքել, իրենց մոտ դա լավ է ստացվում եւ ասֆալտին փռել։ Այն ժամանակ երբ որ ժողովրդավարությունը չկար, խեղդված էր մարդը, որ մարդու իրավունքները սահմանափակ են, խոսքի ազատություն չկար, իրենց հրահանգով գործում էր ոստիկանը, եւ ոստիկանը բերանը փակում էր շատ կոպիտ ձևով։ Մենք շխիմորացել ենք դա, պաշտպանելով իրենց անձերը։ Մի շփոթեք հիմիկվա ոստիկանական ամբողջ աշխարհում դա այդպես է, ոստիկանը կարող է եւ ուժ կիրառել, եւ միջոցներ կիրառել, բոլորը օրենքով է։ Եթե սահմանները անցնում են քաղաքացիները, եթե քաղաքացիները խախտում են օրենքները, սա այլ բան է։ Քաղաքացին խախտել է օրենքը, դա մի բան է, քաղաքացին ուզում է իր ազատությունը յուրացնել եւ դա թույլ չի տալի ոստիկանը, դա այլ հարց է։ Այլ նախկինում եղել է այդպես, որ մարդը իր իրավունքը չէր կարող պաշտպանել, իր ազատությունները սահմանափակեն, այդ թվում նաեւ խոսքի ազատություն չկար, իսպառ բացակայում էր։ Իսկ այսօր այս ամենը լեփլեցուն է, այդ բոլորը գոյություն ունի եւ այդ հենց 18 թվականից սկսվեց։ Նախկինում չկար, երբեք չկար, բոլորը լավ դա գիտեն։ Սա նորություն չի, որ ես ձեզ հայտարարում եմ, բայց այսօր ով որ համեմատություններ է անում 37 թիվն է շոշափում, նման գիտեք ծիծաղս է գալիս, նման հիմարություններ են խոսում։ Սա միայն մի բանի մասին է վկա, որ այդ մարդիկ տկարամիտ են, բացի դրանից, որ նրանք խաբեբաներ են, նաև տկարամիտ են այն բանը, որ մի բան չեն կարողանում գոնե լոժիկ ասեն, ինչ որ մի բանի վրա կենտրոնանան, ինչ որ մի թերություն գտնեն, որը իրականության մեջ կա, չէ՞, ամփերի մարդ չկա, ամփերի իշխանություն չկա։ Այո, այսօրվա երկրի իշխանությունն էլ թերություններ ունի, կարող է մարդկային տկարությունները, ամեն ինչը կարող են, բայց դա նույնիսկ դա չեն կարողանում լոժիկ բան անել։ Այլ ասում են ինչ որ չկա, այսինքն օդից վերցրած, օդից կախված բաների մասին են խոսում։ Ես կրկնում եմ սիրելի ժողովուրդ, այս բոլորը իհարկե ձեռ է տալիս Կտրիշ Ներսիսյանին, ես կարծում եմ իր մատնել է խառը, որովհետև ինքը հիմա տեսեք, այսօր որ սենց Վարդանիկի բանը եղավ, մի տեսակ ուշք ու միտքը այս կողմը գնաց, հա, Գյումրիի դեմքերի։
բայց ես կարծում եմ եւ իմ հորդորն է հայրական Հայաստանի Հանրապետության թե իշխանություններին եւ թե իրավապահ համակարգին անհապաղ ձերբակալել Կտրիչ Ներսիսյանին եւ նրա ողմակիցներին։ Միայն այդ պարագայում ամենաշխությունը, անդորը, խաղաղությունը եւ ուրեմն հաշտությունը ազգային գետնի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ուրեմն դա կսկսի աստիճանաբար դառնալ բնական կյանքի նորմա։ Այո, քանի որ գեներացնող ուժը այդ կեղծ օրակարգերը քաղաքական, ներքաղաքական, այդ կառույցն է այսօր Հայաստանի Հանրապետական Սուրբ Եկեղեցի արևանգած այդ սատանիստները, որոնք հեղինակավոր այդ կառույցը դարձրեցին իրենց համար վահան, որի տակ պաշտպանվեն, բայց դրանով գործեն չարություն։ Այսինքն մեծագույն չարիքներ են, որոնք անաստված լինելով սատանիստ, նրանք այդպես են գործում, որպեսզի վնասեն հայերին, վնասեն մեր երկրին, վնասեն մեր պետությանը։ Եվ ի վերջո այս ամենը անում են մի նպատակով։ Դա որ երրորդ անգամ կրկնում եմ, դա անում են զուտ մի բանի համար, սիրելի ժողովուրդ, որ անեն ուրեմն հակահեղափոխություն եւ ի վերջո նվիրեն Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ դա իրենց համար կյանքի եւ մահու խնդիր է, որտեղ միայն այդ պարագայում երաշխիքներ ունեն վերադառնալ եւ իրենց նախկին այն հորի բարգերին եւ իրենց բարեկեցությունը ապահովել, այսպես ասած հավերժորեն նստել մինչեւ իրենց մեռնելու օրը գա, որպեսզի նրանք մնան այդ լափամանից օգտվեն իրենց հարազատներին, բարեկամներին, մտերիմներին, բոլորին տեղավորեն։ Այս սա է իրենց փորացավ, ուրիշ նրանք ոչ մի բան չունեն։ Ես ուզում եմ ձեզ հասկացնել, որ այս մարդիկ, ովքեր որ մեծ բերաններ ունեն, խոսում են, ովքեր որ կանգնում են այդ հարթակում, նրանք անում են մենակ մեկ բան, իրենց անձնական հարցն են լուծում։ Եվ այդ անձնական հարցը լուծելու համար պատրաստ են ցանկացած սցենարի եւ ցանկացած զոհողության։ Երկիրը կտան ռուսի ձեռքը, ամեն ինչը ցանկացած մի դաբադրություն, ցանկացած մի խայտարակություն իրենք անելու են, որովհետեւ իրենց նպատակը իրենց անձնական բարեկեցությունն է։ Եվ այդ անձնական բարեկեցության պարագան իրենց համար դա ուղղակի բոլոր իրենց դրսևորումները այդ ինչ որ անում են նրանք, դա է միակ բացատրությունը։ Որտեւ սա է, սրա շուրջն է ամեն ինչը պատտվում։ Ուրիշը հարց իրենց համար գոյություն չունի։ Մնացածը, այո, պատրաստ են, սրան են ծառայում, դրան են ծառայում, ցանկացած մեկին են ծառայում։ Խնդրեմ, նրանք խի չեն տեսնում, քորեն Հայաստանի Հանրապետության վարչապետը մեկնեց պաշտոնական այցելության Վատիկան։ Տեսեք ընդունելությունը։ Տեսեք ինչպես է ինքը անցկացնում է իր պաշտոնական այցը Վատիկանում, հա։ Նույն այդ բանի մեջ ուզում են ինչ-որ բան մանգան, ասում է բոլորի անունը կարդաց, ինչ որ մեր վարչապետի, այսպես բան լսեցի, չկարդաց Հռոմի Պապը։ Ուրեմն ստերը, հիմարությունները, հեքիաթները, եւ գիտեք ում անունից են դա տարածում, Խաժակ arczepiskopos Պարսամյանից, որը լուրջ ունի նման բանից։ Այսինքն Խաժակ arczepiskopos Պարսամյանը նման բան մայրաթորին չի փոխանցել։ Դա սուտ է, որովհետեւ եւ ժամանակ էլ նրանք չեն ունեցել Խաժակ Սրբազանի հետ խոսեն, քանի որ անընդհատ զբաղված են այս ընթացքում եղել։ Ինչ է դա նշանակում։ Նախանձ նաեւ եւ կտրիչը ահա որ տվատանքների մեջ է, հա։ Կտրիչը ուղակի ցայտնոտի մեջ է, կտրիչը ուղակի հիստերիայի մեջ է, քանի որ Հռոմի Պապը իրեն չընդունեց, քանի որ Հռոմի Պապը ջնջեց այցը Հայաստան, քանի որ Կտրիչ Ներսիսյանին ուղակի դրեց բանի տեղ, հա, չեջուխի տեղ, երբ որ գնաց այնտեղ, ինչ որ ամառանոցում մի քանի րոպեով իրեն բան արեց։ Այսինքն փաստացի արհամարեց, ասեց որ դու ինձ համար ընդհանրապես հաշիվ չես, դու հոգևորական չես, որ եկել ես Սիմոն, բայց եկեք եւ տեսեք, թե պաշտոնական հրավերով վարչապետը գնացել է Վատիկան եւ ինչ ընդունելություն ունի։ Եվ նախկին Պապի հետ հանդիպել են եւ հիմա ես կուզեմ ասել, որ մենք տեսնում ենք հարգանքը նաեւ հա հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովապետի մեր երկրի իշխանության նկատմամբ։ Եվ սա իհարկե պիտի մենք գնահատենք, շատ բարձր պիտի գնահատենք։ Նաեւ հանդիպել է այնտեղ հայ կաթոլիկ եկեղեցու
առաջնորդի հետ։ Ուրեմն ինչ է սա։ Սա պարզ բան է, որ բոլորը Փաշինյանի հետ այսօր ցանկություն ունեն ոչ մենակ համագործակցել, նաև համակրում են իրեն։ Հիմա տեսեք, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության կողմից սրբազան եկավ, որը փոխանցեց Արամ Վեհափառի օրհնությունները, նվերը, ելի փորձեցին սա այլ կետ մեկնաբանել կամ Եսայի հետ գանձանակ գողացողը։ Գանձանակ գողացողը այսօր մամլո խոսնակն է։ Դու պատկերացնում ես գանձանակ է թալանել։ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գանձանակը թալանել է այս մարդը։ Կտրիչ Ներսիսյանը այդ ժամանակ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ էր, Գարեգին arczepiskopos Ներսիսյանն էր այն ժամանակ։ Այդ ժամանակ դեր Եսային այնտեղ է ծառայում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու։ Գանձանակը պարպել էր։ Փող էր իրեն պետք ու ինքը վերցել էր այդ կեղտոտությունը, հետո իմացվել էր այդ բանը։ Հետո չգիտեմ ինչեր արեց, ինչեր չարեց, կարողա պարկել է կտրիչի հետ։ Դա չգիտեմ, չեմ կարող ասել։ Դա իմ ենթադրությունն է, չեմ ուզում մեղք վերցնեմ իմ վրա, ինչ որի մասին չգիտեմ, չեմ ասում, բայց ենթադրում եմ։ Բայց այդ գործը փակվեց։ Հիմա այդ գանձանակ գողացողը, այդպես է պիտակը մնաց իր վրա, գանձանակ գողացող։ Գրում է հայտարարություն է տարածում, հիմար բան է ասում։ Ասում է, որ ես չեմ ուզում մեկնաբանել Արամ Վեհափառի արածները կամ ասածները կամ այն ինչ որ արել է այն arczepiskopos-ը, որ եկել էր, ուրեմն Օշական կարծեմ, եթե չեմ սխալվում, եկել էր հանդիպմանը վարչապետի հետ։ Սա մի բան է նշանակում, Սելիժով, սա մի բան է նշանակում, որ այս մարդիկ այսօր ցայտնոտի մեջ են, նրանք արդեն չգիտեն, պատեպատ են իրենց խփում, գիտեն, որ մեռած են, գիտեն, որ Կիրիլը կիսլարոդը փակել է, Կիրիլը չի խոսում իր հետ, Կիրիլը չի հրավիրում իրեն, չի ընդունում իրեն, դե չէ 1000 անգամ գնացած արդեն եկած կլներ Կիրիլի մոտ, բախի չի գնացել, ոչ մեկ անգամ։ Կիրիլը արդեն ասել է վերջ իրեն, քեզ այդ գործ չունեմ, ընկեր ջան։ Դրա համար մտածեց, որ Հռոմի պապի մոտ կգնա, նոր մարդը չի հասկանա ով է դա, բայց նա շատ լավ ջոգող մարդ է, հասկացել է եւ չի ընդունել նրան։ Այն ինչ որ տեղի է ունեցել, սա ապացուցում է, որ միջազգային գետնի վրա Կտրիչ Ներսիսյանը այլապես իրենց համար անընդունելի է, իրեն չեն ընդունում եւ բնականաբար բոլոր պրոտոկոլներից իրեն ջնջել են։ Եվ այսօր միայն մի բան է մնում, այդ կապիկությունը, որ Բուլկի հետ միասին անի այնտեղ։ Բայց տեսակ չէ դեմքը, տառապած, վախեցած, սարսափած, գույն չկար, աչքերը, այսպես ոչ մի բան ապակուպես չարտահայտող, ինչի էր այս վիճակի մեջ, որտեղ հասկացել է, որ մնացել են վարքյաններ, հետո ռուսները խեղտելու են իրեն, խեղտամահ են անելու։ Այ ռուսը այդ հատուկ ծառայության կառույցից անպայման միջոցներ է ձեռնարկելու, եթե դրան ասել է, չէ, որ հանկարծ դու այդ աթոռից իջնես, քու ոտքով գնաս, մենք քեզ կմաքրենք մեջտեղից, որովհետև նրանք հասկանում են, որ ինքը այն սրիկան է, որ կծախի իրենց, կգնա արդեն ամեն ինչը դակլադը կտա, հա, այդ ցուցմուկի տեղը։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը քաջ գիտակցում է, որ ինքը շուտով կնքելու է իր մահկանացուն, կնքելու է, որ իր կյանքը ավարտված է, որ իրեն սպասում է դժոխք կա, որ արդեն դևերը դռները բացել են եւ իրեն տանելու են այնտեղ տանջեն, չկարծես, որ գնալու ես այնտեղ կեֆանես։ Գիտեք, չէ, սատանիստները նրանք ինչ են քարոզում, նրանք կարծում են եւ իրենց հետևորդներին սատանայապաշտների մեջ նրանք տարածում են այն անհետեթությունը, որ դժոխքը դա տոնակատարություն է, որը չի վերջանում, ուրախություն են, զվարճանում են այնտեղ ուտում խմում են եւ այն անարակություններով են զբաղվում ու դա հավիտենական է տևում։ Իրենք չեն պատմում իրականությունը, որ դժոխքում մարդիկ տանջվում են եւ ամեն մեկը իր այն մեղքերի համահունչ է տանջվում, որ սարսափելի են այդ տառապանքները։ Այն ուրիշ նկարագրեր են, ուրիշ պատկերներն են նկարագրում։ Հետևաբար Կտրիչ Ներսիսյան, քեզ սպասում են տանջանքները, որտեվ դու պատասխան պիտի տաս ոչ մենակ քո համար, դու պատասխան պիտի տաս հայ ժողովրդի հոգիների, այն կորած հոգիների համար։ Այն մարդկանց համար, ում որ դու պատճառ հանդիսացար, որ հավատքից հեռու մնացին կամ այ հավատքի մեջ մնալով խփված մնացին, չճանաչեցին այդպես էլ իրական Քրիստոսին, եւ որոնք գնացին դժոխք։ Դու ես դրանց դժոխքի դուռը տարել։ Դու Կոկա-կոլայով պատարակը, որ արել ենք,
Էջմիածին խաղալիք էր։ Ինչ ուզեցել արել են։ Մեկի քեֆը տվել է Coca-Cola-ով պատարականներ, իր պալատական եպիսկոպոսների մասին է խոսք արել են։ Հետո կտրիչի դուրը եկել է որ Ռիման Մերոնեպի, խողարար Ռիման։ Ուրեմն մտածել է որ կարամ հանձնարարեմ Ռիման Մերոնը պահանջի ուզած չափով էփի միշտ Մերոն ունենանք։ Այսինքն այդ մարդը անաստված է։ Իր համար դա Մերոնը սրբություն չի, նա չի հավատում, հասկանում եք, երբ որ մարդը չի հավատում Աստծուն, երբ որ Աստծու անունը ինքը տալիս է ստիս պարապ տեղը, հա, իր բերանի մեջ նա առնում է Աստծուն, բայց Աստծուն չի ճանաչում, չի հավատում։ Այդ մարդը, որը երբևիցե իր կյանքի մեջ չի խոստովանել իր մեղքը։ Դուք պատկերացրեք կաթողիկոսը խոստովանահայ չի ունեցել երբեք։ Ինքը մեղքերը գործել է ամբողջ իր կյանքի մեջ, սարսափելի մեղքեր է գործել, մահացու, ամեն ձևի մեղքեր, աններելի մեղքեր գործել, սուփոկուն հայոել է, ամեն ինչ արել է, բայց ինքը չի էլ իմացել, որ պիտի խոստովանի։ Մարդը չի խոստովանում, մարդը մեղքերի համար չի ապաշխարում, բարձրանում է խորան իբր թե պատարակ է անում, ինչ պատարակ են անում, Coca-Cola-ով, թե ինչով է պատարակը իր։ Թե ինքը ուրիշ խմիչք է մեջը գործածում, ես չգիտեմ։ Այսինքն այդ մարդը, որը սրբապիղծ է, որը չգիտի ոչ մի եկեղեցական խորհուրդները իր համար մութ անտառ է, եկեղեցին իր համար դա մի կառույց է, որտեղ միայն ու միայն կարող են դրամ շորթել։ Այսինքն եկեղեցին ինքը օգտագործում է որպես լծակ, ապրոստ ունենալու, գումարը շորթելու, բայց նաև դրանով պաշտպանվելու, որտեղ միշտ ասում են, որ ես եկեղեցու հայոց հայրապետն եմ, այսինքն հանցագործ եմ, բայց ինձ չկպնեք, իրավունք չունեք, որտեղ ես հայրապետի սքեմի տակ հագուստներով եմ, հա, հանդերձանքով եմ դուրս գալիս։ Ժողովրդի առաջ կապիկություն անում, դերասանություն խաղում։ Այս սարսափելին այստեղ է, սիրելիներ։ Այսինքն այն աղանդավորականները, որ գնացին եկեղեցուց, իրանք մեր եկեղեցու զավակներն են, բայց գնացել են այսօր դարձել են աղանդավորական։ Ո՞վ է դրանց այդ աղանդավորականների դուռը ուղարկել։ Ուղիղ Կտրիչ Ներսիսյանն է նրանց ուղարկել։ Ուրեմն նրանց հարցը նմանապես իր վրա է։ Տեսեք, ամեն մարդ, որ ապրում է, ինքը սկի մտածում է, երբ որ անդրադառնում է, որ արդյոք ինքը իր այդ բերից, մեղքերի բերի տակից ոնց պիտի դուրս գա դատաստանի օրը, ոնց պիտի նա պատասխանի Հիսուս Քրիստոսին իր ապրած կյանքի համար, ինչ պիտի ասի, որպեսզի արդարացում ունենա, արդարանա։ Մարդը սկի իր մասին, որ մտածում է չի կարող դրա տակից դուրս գալ։ Ինքը իր վրա վերցրել է այդ առաքելությունը, հա, առել է, փողով է առել։ Անառակությամբ Լուիս Սիմոն Մանուկյանի հետ շնանալով եւ կաշառք տալով եւ դա օգտագործել է մենակ մի բանի համար, որ դրանով ստեղծի մի փաստորեն կարտել, նարկոտիկներ ընդեղ լինեն, չգիտեմ, երեխաներ վաճառեն, տարբեր այլ բիզնեսներ լինեն, քրեականներն էլ լինեն իր ուղակի կամակատարները։ Խնդրեմ, ցույցերի է ուղարկում մարդկանց, ցույցերի եւ այդ ցույցերի ուղարկումը որ ինչ անի։ Պաշտպանելու իրան բանը անվտանգությունը, իր աթոռի անվտանգությունը, ինքը այդ ցույցերը, որ կազմակերպել է տալիս եւ հավաքում է փաստորեն անվարձահատույց այդ մարդկանց չեն, նրանք փող չեն ստանում։ Այդ 40,000 դրամ այդ հոգեվորականներին չեն տվել այդ ցույցին, որ գնացել են։ Էլի մարդականակ են եղել այդ տեղը, որտեղ ձեզ ցույց են տվել, ասեն, տեսեք ինչքան մարդ է հավաքվել, տեսեք ինչքան ժողովուրդ է եկել, բայց չեն ասում, որ հոգեվորականներին ձրի Կտրիչը ուղարկել է ստիպողական հրահանգել է, որ նրանք գնան այնտեղ, մասնակցություն ունենան, եւ իհարկե մենակ իրանք ոչ չեն եկել, իրանք եկել են իրենց բարեկամներով, ազգականներով, ընկերներով, հարևաններով, եւ այդ բոլորը ձրի ա եղել։ Մնացածները եկել են փողով։ Ու տակը ինչ է մնում, են ասում եմ, հարթակի վրա կանգնած այդ կորիզը, որոնց բերել է այնտեղ իրենց անձնական սեփական շահը։ Բաուր մնաց իրենց այդ պորտախոսությունը, այդ ճորրաբանությունը, հա, ճորոնաբանությունը, որտեղ մնաց այդ ասացները, որ դրանք հեքիաթներ էին ձեզ հայրենասիրական պատմում, որտեղ մնացին։ Մնացել են իրենց հետույքի մեջ շատ ներողություն, որովհետև նրանք եկել են իրենց համար։ Մնացածը դա ստից խոսքեր են, որ խոսք այլ ասում է язык без костей, հա, բա լեզուն ոսկոր չունի։ Ստերը պիտի հորիդեն, պիտի խոսեն։ Ահավասիկ սիրելի ժողովուրդ, հաղթանակը մոտ է։ Ամբողջ հանրապետությունը պիտի մաքրվի, այսպես պիտի մաքրվի։ Հայաստանի
մեջ պիտի գործի օրենքը։ Այդ կեղտերին, այդ սատանիստներին, ովքեր որ խանգարել են ամբողջ երրորդ հանրապետության պատմությունը, ովքեր որ կեղտոտել են, աղտոտել են ամեն բան, վերջապես վերջը գալիս է, եւ ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ հաղթանակը ամբողջովին կլինի, եւ գիտեք ինչով է պայմանավորված, հենց կտրիչը իր բանդայով դուրս եկավ մեր երկրի եւ մեր ժողովրդի կենաց։ Հենց դուրս եկավ կտրիչի բանդայով, հավատացեք, որ այս հարցերը փարատվելու են։ Այն լոկոմոտիվը, այդ գեներացնող այդ բոլոր process-ները, այլ մեջտեղից դուրս է գալու։ Դուրս պիտի գա։ Ու հավատացեք, որ այո, կգա ընտրապայքարը, հա, նախընտրական շրջանում, սա նորմալ է, ամեն երկրում պայքարում են քաղաքական ուժերը մեկը մյուսի հետ եւ այլն, բայց վերջի վերջով հաղթում է այն, ով որ կարողանում է ժողովրդին համոզել, որ իր ծրագիրը, ինչ որ նա պիտի կյանքի կոնչի, դա է ժողովրդի ականջին հաճելի եւ վերջի վերջով արմանավանդ այս պարագայում եթե քաղաքացիական պայմանագիրը ներկայացնի ուրեմն իր ծրագիրը, ես վստահ եմ, որ այն պիտի կառուցված լինի խաղաղության օրակարգի վրա եւ այն պիտի կառուցված լինի նաեւ երկիրը ավելի տնտեսապես զորացնելու, զարգացնելու եվրո ինտեգրմանը այդ ուղղությամբ տանելու եւ առաջին հերթին իհարկե պիտի այստեղ կարծում եմ ամենամեծ դիվիդենդը բերելու է այն հանգամանքը, որ եթե եկեղեցին արդեն լինի մաքրված, սրբված եւ գործի արդեն այլ լրիվ հարթության մեջ, հոգեվոր նկատի ունեմ իրական հարթության մեջ, ապա անխուսափելի է 26 թվականի ընտրության ելքը, այսինքն ընտրվելու է այն քաղաքական ուժը եւ այն քաղաքական ուժերը կողքին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են այն ուժերը, որոնք այս երկրին պիտանի են։ Իսկ այն անպետք, փչացած, անփարո, լկտի, չգիտեմ, ամեն տեսակի այլանդակները պիտի դուրս մնան։ Այսքանը սիրելի ժողովուրդ եւ կարճ աղոթքով եկեք վերջացնենք աչնարարչական բազուկս փրկչական սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահպան այսու մետև մինչև հավիդյան ամեն։ Ես կխնդրեմ, որ դուք շատ տարածեք այս եթերը, կսպասեմ ձեր գրառումներին, ձեր լայքերին եւ կհանդիպենք նորից խաղաղ գիշեր բոլորին։